Եթե ուզում եք սկսեք մարզվել, բայց ընդհանրապես գաղափար չունեք, թե որտեղից սկսել, մարզասրահում ինչ անել, ոնց սնվել, ապա այս վիդեոն սեյվ արեք ձեր համար։ Սկսեք մարզասրահ գնալ շաբաթի 3 անգամ կամ օրու մեջ։ Ամեն պարապմունքին արեք full body, այսինքն մարզեք ձեր մարմնի բոլոր մկանները։ Սկսելու համար full body-ի համար կարելի է ընդամենը 4 վարժություն անել։ Ինչ որ ձեռքերով հորիզոնական ձգումների վարիացիա, ինչ որ հորիզոնական pressing movement ձեռքերով, այսինքն երբ ինչ-որ բան ես բրդում, ինչ որ squat pattern, այսինքն պպզելու շարժում, որտեղ ծալվում են համ ծնկները, համ կոնքազդրային հոդը, ու ինչ որ hip hinge pattern, այսինքն նենց շարժում, որտեղ ծալվում է մենակ կոնքազդրային հոդը։ Ամեն պարապմունքի օրը արեք այս 4 վարժությունները։ Հերթականությունը առանձնապես էական չի։ Այս 4 վարժությունը մարմնի մկանների մեծ մասը աշխատացնելու է ու սկսելու համար շատ հարմար է։ Հետագայում կարաք հավելյալ վարժություններ ավելացնեք, ավելի շատ մկաններ թիրախավորելու համար։ Այս 4 վարժությունը ամեն պարապմունքին արեք 3 մոտեցումով ու 10 կրկնությունով։ Սկզբի համար ամեն վարժության համար ընտրեք անենց քաշ, որով որ կարող եք մի 13-14 հատ կրկնություն անել, բայց այսքան մի արեք ընդամենը 10 կրկնություն։ Մոտեցումների արանքում հանգստացեք մոտ 2-ից 4 րոպե, այդքան մինչև ձեր շունչը լրիվ վերականգնեք։ Առաջին ամսվա ընթացքում կենտրոնացեք այս շարժումները ճիշտ կատարելու վրա։ Առաջին ամսվանից հետո ամեն պարապմունքին փորձեք ավելացնել կամ կրկնությունների քանակը կամ օգտագործած քաշը։ Ամեն մոտեցումը կարող սկսեք արդեն անել 6-ից 10 կրկնությունով, այսինքն երբ ինչ-որ X քաշով կարող եք անել 10 կրկնություն, քաշը ավելացնելու ժամանակն է։ Եթե ուզում եք կարդիո անել, ցանկալի է անել պարապմունքից հետո։ Եթե ուզում եք պարապմունքի սկզբում անեք, կարող անեք ընդամենը ցածր ինտենսիվությամբ մի 10-ից 15 րոպե տաքանալու համար։ Սնունդի հետ կապված փորձեք ամեն 1 կիլոգրամ մարմնի զանգվածի համար մոտ 1.8-ից 2 գրամ սպիտակուց ուտել։ Փորձեք կալորիաների մեծ մասը ստանալ ածխաջրերից, բայց գոնե օրվա կերած կալորիաների 10-ից 15%-ը ստացեք ճարպերից, որպեսզի առողջ հորմոնալ արտադրություն ապահովեք։ Աշխատեք գիշերները գոնե 7 ժամ քնել։